Բարի ուշ երեկո ձեզ սիրելի քույրեր եւ եղբայրներ. Добрый поздний вечер, дорогие сестры и братья и сестры. Рад приветствовать всех и пусть благословение Господа на всех вас будет. Թող Աստծո օրհնությունը բոլորիդ վրա լինի, ընտանիքներին, на семьях. Ամին, ամին, ամին. Սիրելիներս, Աստված միտք է տվել, որ ձեր հետ կիսվեմ, նաև ռուսերենով կասեմ, եւ սիրելիներս, դա շատ կարևոր է ձեր կյանքում, որպեսզի դուք մաքուր կյանքով ապրեք, որովհետև նայեք, տեսեք, մարդը իր էությունով մեղավոր է ծնվում, ադամական մեղքով, բայց քանի որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը մեր համար կյանք է տվել, որպեսզի մենք բոլորս մաքրված լինենք դրանից, так как мы все рождаемся с грехами адамическими от праотца Адама, но Иисусом Христом мы те благи, которые Он сделал за наши грехи, отдал жизни, все другое, мы чистимся им, понимаете? И мы не имеем права судить себя, даже когда, если мы только мысленно судим, но наша душа не судит, это не очищение грехов, не раскаяние и не придет к покаянию. Սիրելիներս, դա է ամենակարևորը, որ դուք ինքներդ ձեզ չմեղադրեք անտեղի տեղը, որովհետև մինչև դուք հոգով ձեզ մեղավոր չզգաք, սրտով ձեզ այդ նշաններով, որ խիղճը ձեր տանջի, դուք չեք կարող մեղք ընդունեք միայն մտքով, հասկանում եք, որտեղ միտքով խիղճ չի գալիս, որտեղ խիղճը չի տանջում մարդու եւ հոգին չի ուշում, եւ ամենակարևորը հոգով դուք հասկանաք, որ դուք մեղք եք գործել, որովհետեւ դուք հասկացեք, որ կա հավիտենական դատաստան եւ այդ հավիտենական датաստանի դատավորը մեր Տեր Աստված է եռամեկ եւ Աստծո խոսքն է դատում, ոչ թե հենց Աստված, Աստծո խոսքը. И знаете, что будет правосудие вечности, и